Շուրջ 2 տասնամյակ երեխաների ամառային հանգստի լավագույն վայրերից մեկն իր հյուրերին է ներկայանում նորովի եւ ընդլայնված հնարավորություններով։ Հանքավանի Շողիկ ճամբարի տարածքը վերակառուցվել է եւ արդեն ներկայանում է որպես բազմաֆունկցիոնալ համալիր, բոլորը մեկուն ձևաչափով։ EMEA-ի Կամփ Հանքավանը միավորում է ճամբարային ավանդույթները, կրթական եւ մշակութային, զբոսաշրջային եւ կորպորատիվ միջոցառումները մեկ վայրում։ Այն ինչ մի ժամանակ տեսլական էր, այժմ իրականություն է։ Այս նախագծով մենք վերստեղծել ենք մեզ մեր համայնքներին ավելի լավ ծառայելու համար։ Միասնությունը եւ հավատը կարեւոր են հասկանալու, թե որտեղ ենք մենք տեսնում մեր երկիրը առաջիկա 10, 20, 30 տարիների ընթացքում։ Եվ այս համալիրը ոգեշնչման աղբյուր է համագործակցության եւ երկարատև նպատակ ստեղծելու համար։ EMEA-ը հիմնադրվել է 1918 թվականին Մասաչուսեթս նահանգի Վուստեր քաղաքում եւ չնայած մենք գործում ենք աշխարհի 23 երկրում, մեր սիրտը միշտ մնացել է այստեղ, Հայաստանում, հայրենիքում, որը միավորում է մեզ բոլորիս։ Այս համալիրը հանդես է գալիս նվիրվածության կենդանի օրինակ եւ մարմնավորում է մեր առաքելությունը։ Այս տարածքում շուրջ 20 տարի գործել է Շողիկ ճամբարը, որն ամենամարդ հյուրընկալել է հազարավոր երեխաների, հիմնականում անապահով ընտանիքներից եւ լիովին անվճար կազմակերպել ամառային ճամբարային ծրագիր։ Այս տարիների ընթացքում այստեղ իրենց հանգիստ են անցկացրել մոտ 40,000 մանուկներ եւ պատանիներ։ Մենք կողմ ենք, որպեսզի համընդհանուր զարգացում լինի եւ համայնքները զարգանան ոչ թե կենտրոնան մեկտեղ։ Կամփ Հանքավանի տարածքը կազմում է շուրջ 60,000 քառակուսի մետր։ Այս նախագիծը ոչ միայն ներդրում է տնտեսության մեջ, նաև յուրօրինակ ներդրում մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից, ընդգծում է էկոնոմիկայի նախարարը։ Մենք խոսում ենք կրթության մասին, մենք խոսում ենք կյանքի ստանդարտների մասին, մենք խոսում ենք առողջապահության մասին, մենք խոսում ենք տասնյակ հազարավոր երեխաների մասին, որոնք անցկացրել են ամիսներ որոշակի միջավայրում։ Դա նրանց ձևավորել է որպես մարդիկ, որոնք որ զարգացող պետության եւ հզոր պետության համար շատ կարևոր արժեք են։ Նման ծրագրերը փոխում են համայնքների դեմքը, դարձնելով նրանց ավելի պայծառ, ուրախ, երջանիկ, դեպի ապագա նայող եւ կարծես թե կոտրում են այդ յոլա գնալու կարծրատիպը։ Ավելի քան մեկ դարի է EMEA-ի գործունեությունն ու ցուցաբերած հետևողական աջակցությունը Հայաստանի նպաստում է մեր երկրի ու Սփյուռքի կապերի ամրապնդմանը, ընդգծում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Համոզված եմ այն մոտակա տասնամյակներում ծառայելու է շատ եւ շատ ոչ միայն երեխաների, այլ ընդհանրապես մեր հայրենակիցների եւ թեթևացնելու է նաեւ պետության բեռը ինչ-որ չափով։ Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում գործում են կազմակերպության ավելի քան 2 տասնյակ գրասենյակներ, միջազգային ստանդարտներին համապատասխան եւ լիովին անվճար Ավետիսյան դպրոցը, մանկապարտեզ, ցերեկային կենտրոններ, ամառային ճամբարներ։ Հայաստանում մենք ունենք առողջապահական, տնտեսական, կրթական, սոցիալական եւ մշակութային ուղղվածության տարաբնույթ ծրագրեր, որոնց ընդհանուր առմամբ տարեկան բյուջեն կազմում է ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Իր ծրագրերի իրականացման նպատակով կազմակերպությունը գործակցում է կառավարության հետ։ Մեր տեսլականը այն է, որ պետք է օգնել ժողովրդին եւ հզորացնել Հայաստանի Հանրապետությունը համապարփակ մոտեցմամբ, այսինքն ոչ միայն սոցիալապես աջակցել անապահով ընտանիքներին, այլ ստեղծել այնպիսի պայմաններ նրանց համար, որպեսզի իրենք երկարաժամկետ կարողանան արդեն ինքնուրույն ապահովել իրենց բարեկեցիկ կյանքը։ Վարդենիսում եւս մեկնարկել են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական համալիրի ստեղծման աշխատանքները։ Վրիր Մկրտչյան, լուրեր։